Բարի երեկո։ Հարգելի հերթատողներ, հարգելի հանդիսատես, ընդհանրապես ես սովոր եմ, երբ հայտարարում են, բայց քանի որ այսօր հանրային հեռուստաընկերությունը ընտրել է այս ոճը, այդ ոճին նաև պետք է ենթարկվի հանրապետության նախագահ։ Թող տվեք ասել, որ շնորհավորում եմ, ծիծաղելու բան նախ չկա, 80-ամյակի և 50-ամյակի կապակցությամբ, ասեմ ձեզ, որ Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, նա հատուկ եկել է շնորհավորելու հանրային, ճիշտ ասած չեմ պարզել, ռադիոյի թե հեռուստատեսության տոնը։ Ես խնդրում եմ Պուտինի գալու ժամանակ մի քանի նախապատրաստական աշխատանքներ և անցնենք մեր կանոնակարգին։ Անտեղի ծափ չտալ, անտեղի չծիծաղել, իզուր տեղը չուրախանալ։ Ուզում եմ զգուշացնել, որ Պուտինի ամբողջ ելույթը թարգմանվելու է իմ կողմից, որովհետև մի ստորակետ այս կողմենքում, այս գլոբալիզացիոն դարաշրջանում կարող է բերի նրան, որ ասենք ռադիոն տանք Գազպրոմին։ Եվ երրորդ կետը վերակապչյուն է Պուտինի գալու հետ, խոսքս վերաբերում է բոլոր պատասխանատուներին, ովքեր որ ղեկավարում են Կոմիտասի փողոցի այդ շինարարությունը։ Եթե մինչև նոր տարի այդ էյֆորիկ շինարարությունը իր կուլմինացիային չհասնի, ապա ամանորից հետո ես կասեմ։ Հարգելի հայրենակիցներ, մինչ Պուտինի գալը մենք դեռ ժամանակ ունենք, այստեղ է Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը, իրանք մենոք են, արխային ծիծաղեք։ Նախ միակամից եմ հայտարարում, Ռոբերտսետակից ինձ պետք չի ձայն տալ, ինձ սամադական կարգով արդեն ձայն տվել եմ մի քանի տարի առաջ։ Նախ ինչ-որ վերաբերում է հանրային հեռուստատեսությանը, առաջին ալիքին։ Մենք շատ լուրջ որոշում ենք կայացել, մենք չենք շնորհավորելու ձեզ։ Շատ ուրախ ենք, մենք շնորհավորելու ենք ռադիոյին։ Մեր ավանդական լարային պատից կախած ռադիոյին։ Ես չեմ մտնում են այսօրվա FM ապանատը խոչուչ կարգի չէ։ Ռադիո պետք է լինի պատից կախած։ Անպայման լարը։ Թե լարը ուրատանում, դա նորից Եթե իմ դեֆիցիտը նախ հմեկում շարունակվի, առաջարկելու եմ անվանափոխել այդ հեռուստատեսությունը։ Թող կոչվի Հայաստանի առաջին սեփական հեռուստաալիք։ Այդ է ցավը տանեմ։ Պարոն Դեմիրճյան, ինչացրեք ձեր ձեռքը։ Այս է ցավը տանում։ Այսօր հոբելյանական օր է։ Իմ բերանը մի բացեք։ Պարոն Դեմիրճյան, ձեզ քիչ են ցույց տալիս։ Որ ինչ շատ են ցույց տալիս, մեջը ինչ պետք է։ Հարգելիներս, ես փոքրիկ մի բան եմ ուզում
ներկայացնել։ Երկարատև չի այդ իշխանությունը, որը ի վնասի ժողովրդի է աշխատում, համաշխարհային գրականություն, Սենեկա կրծել, H28։ Դա մի կողմ, այլ նայեք այսօրվա հայրուրի թողարկումը։ Ուրեմն կգնայես նույն բառակապակցությունը, բայց կախարդական տեխնոլոգիայով փոխած։ Այսինքն կլինի երկարատև է այն իշխանությունը, որը ի վնաս ժողովրդի է աշխատում։ 8-րդ դասարանի դասագիր գրականության։ Աֆորիզմներ H28։ Դամիկո, ես այսօր հանդես եմ գալիս 2007 թվականի ԱՄՆ արտադրության կոստյումով։ Հայրուրի թողարկումը նայեք, կախարդական տեխնոլոգիայի շնորհիվ այդ հիասքանչ կոստյումը կդառնա 1973 թվականին։ Նոյեմբերի 21-ին Խորհրդային Միության արժանահիշատակ Կլարա Ցետկինի գործարանի արտադրանք։ Դերմիկո, ես հանդես եմ գալիս օպերայի այս գեղեցիկ դահլիճում, նայեք Հայլուրի ռեպորտաժը։ Իմ ռեպորտաժի ժամանակ ես հանդես կգամ մարզային գյուղական նշանակություն ունեցող կուլտուրայի դահլիճում, որտեղ 17 տեղ կա, 8 պիտանի։ Ուշադրություն դարձրեք այս օրկեստրին, ես հաշվել եմ, այստեղ 35 հոգի են, այստեղ 10 հոգի են, ներքևը 35 հոգի կրկին։ Նայեք Հայլուրի ռեպորտաժը, կախարդական տեխնոլոգիայի շնորհիվ Իմ հետևում կլինի միայն սինտեզատոր։ Մի հատ էլ քամանչա։ Այն էլ Սայաթ-Նովայի ձեռքին, որը նկարված է հետևի զադնիկի վրա։ Հարգելիներս։ Դիրություն, պարոն Գեղամյանի, ուզում եք շատ եմ սիրում այդ ալիքը, ինձ ցույց տալուց շատ սիրուն են ցույց տալիս, այ տեսեք, հանրային հեռուստատեսությունը 50 տարեկան է, ու ինչ արել իրա, ինչ է ստեղծել իրա 50 տարիների ընթացքում, մի հատ նռաշլիչյան, մի հատ էլ Արմեն Ամիրյան, են էլ արվից արետա ելույթ ունեմ, մեր ալամը 5 տարի է ինչ աշխատում է, բայց ունենք հեղիներ, ինչ պակասնարաշլիչյան է, հեղինեն մենակով մեր ամբողջ բլոկ պակում է, իսկ մեր կառավարությունը 5-րդ բլոկը լավ չտարածվում, ունենք ալամանունի արտակ, արտակը հեղինե չի, բայց ինքը կես բլոկ է պակում, են կեսը ես եմ տալիս, Իվերջո ալաման ունի ինձ, որ համեք ինչքան ուզենա, ինչ չի կարա ունենա։ Այդ տեսեք, ինչ արի համեկը, կամ ինչ անան։ Իսկ մենք այսօր բաժանել ենք 300 հեռուստացույց մոտ։ 2500 հոգի մեր շնորհիվ Զագարանթում են։ Էլա բալի ջուրտենում են մեկ երկու սևանից եմ իշում,
եթերը դա աստվածային է։ Այլ ինչ մտքիտ է, դա պետք է լինի եթերիդ։ Արգաժան պարում եք, թուլթորիկ ընդհատում, ժամանել ապարում, Ռուսաստանի դաշնության նախագահ, նիշում եք բոլորմանը, Владимир Владимирович Путин. Спасибо. Уважаемый господин президент, уважаемые гости Радио Армении, уважаемый господин Александр Арутюнян, Ասես Արգաժան պարում նախագահ, հարգելի հանրային ռադիո և հեռուստատեսություն, բաժանված ճանաչում։ спасибо. Должен признаться, для меня большая честь в 6-й раз, если я не ошибаюсь, а я никогда не ошибаюсь, находиться на территории Армении. Պարում Պուտին ասմավիր, վեցիորդ անգամ է գտնվում մեր տարածքում, բայց ես այդ կարգի բան չեմ հիշում։ Ինձ թվում է դուք էլ չեք հիշում։ Բայց ավելի լավ է ինքը հաշվետների մեջ մի փոքր խառնում է, ոչինչ։ Спасибо. Позвольте от имени российского государства и всего русского народа поздравить сотрудников сферы гостелерадиовещания со столь значительным, неизмеримо важным событием во всем масштабе мировой глобализации, которым является этот праздник. Պարում Պուտին ասեց, ոչ մի նոր բան չասեց։ Неоспорим тот факт, что еще совсем недавно российские и армянские специалисты достигли совместных видимых результатов в сфере развития общественных средств массовой информации. Պարում Պուտին ասմավիր հայ և ժողովրդի բարեկամությունը միշտ եղել է բարձր այդպես որակի վրա։ Так в рамках Содружества обе сферы много-многу, не боюсь повторить, много-многу достигли видимых результатов. Պարում Պուտին ասմավիր ոդկը, ռուսի ոդկը միշտ էլ խերով է եղել մեր տարածաշրջանում։ Спасибо. Должен признаться, что несмотря на некоторые пробелы, российские специалисты и сегодня готовы щедро делиться опытом с армянскими коллегами в вопросах развития современного телерадиовещания. Պարում Պուտին ասմավիր, եթե մեզ օգնություն պետք լինի, ապա մենք կխնդրենք հանրային հեռուստաընկերությանը, որ օգնի ռուսական առաջին Первый каналին նրանց գործունեության ստեղծման։ Что касается вопроса урегулирования проблемы Нагорного Карабаха, я смогу смело заявить, мы достигнем видимых результатов в процессе урегулирования межнационального конфликта. Ամենալուրջ հարցին մոտեցավ, ասմավիր Ղարաբաղյան է հակամարտության խնդիրում, Ադրբեջանի նախագահ, պարոն, և այլն, այդ հարցի լուծման մեջ, ոնց ասեմ բարը, խոխա է։ Վերջում էլ ասեց հարգելի պարոն նախագահ, ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք, շնորհավորում եմ բոլոր առիթների կապակցությամբ, մինչ նոր հանդիպում։ Շնորհավորում եմ։ Այսօր այնքան շնորհավորանքներ հնչեն հանրային հեռուստատեսության և ռադիոյի առիթով, որ մնում եմ միայն ասել։ Շնորհավորում եմ, ամենայն բարիք։ Սամվել Բաղդասարյան։